Վերաքննիչ քրեական դատարանն այսօր ավարտեց ծռերին հաց տարած Արթուր Սարգսյանին կալանքից ազատ արձակելու դիմումի քննությունը։ Վաղը դատարանը կհրապարակի որոշումը։ Պաշտպան Տիգրան Եգորյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ նախաքննական մարմինը չի կարող հազբերող անունը ստացած 48-ամյա Արթուր Սարգսյանին պահել կալանքի տակ, քանի որ նա առաջին ատյանի դատարանի կողմից կալանավորվել է Սասնա ծռերին մեղսագրվող հոդվածներով, որոնք հետագայում վերավորակվեցին։ Ըստ պաշտպանի, իրավապահները սկզբում կասկածներ են ունեցել, որ հացբերողը ևս զինված խմբի կազմում մասնակցել է ՊՊԾ գնդի տարածքի գրավմանը։ Կասկածները վերացել են, մեղադրանքը փոխվել է, եւ նա այժմ մեղադրվում է զինված խմբին օժանդակելու մեջ։ Այս նոր մեղադրանքով ներկայացված հանցավոր արարքներին Արթուր Սարգսյանի առնչության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի քննարկվել։ Եվ դրա վերաբերյալ ռիսկերը, որոնք անհրաժեշտ եւ բավարար կլինեն նրան կալանավորելու համար, չեն գնահատվել։ Ամբողջ հարցը հիմա չի կարող դա արվել։ Ամբողջ հարցը, որ դատարանը պետք է անի, ներկայացված թղթերը կարդա, հասկանա սա եւ վերացնի այն դատական ակտը, որի հիմքերը վերացել են։ Իսկ եթե հետագայում վարույթ իրականացնող մարմինը կուզենա շարունակել Արթուր Սարգսյանին կալանքի տակ պահել, պետք է նոր միջնորդություն գրի, ներկայացնի ընդհանուր իրավասության դատարան եւ փորձի հիմնավորել այն։ Եգորյանը հայտարարեց, որ Արթուր Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում։ Առհասարակ այդ մեղադրանքի էությունը անհասկանալի է։ Այն պարզ չէ։ Անհասկանալի է, թե վարույթ իրականացնող մարմինը կոնկրետ ինչ գործողություններ կատարելն է համարում օժանդակություն, օրինակ պատանդներ պահելու կամ զենք ռազմամթերք ապօրինի ձեռք բերելուն, կրելուն, փոխադրելուն։ Դա պարզ չի։ Նույն ձևով կարելի է բազմաթիվ այլ մեղադրանքներ ներկայացնել, որոնք նույն կերպ հավասարապես պարզ չեն լինի եւ ոչ մի կապ չեն ունենա Արթուր Սարգսյանի արածի հետ։ Հիշեցնեմ, Սասնա ծռերի կողմից ՊՊԾ գնդի տարածքը գրավելուց հետո մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ հավաքի մասնակիցներին իրավապահները արգելել էին սնունդ փոխանցել զինված խմբին, ինչից հետո հայտարարվեց, որ Սարիթաղի բնակիչներից մեկը Արթուր Սարգսյանը ավտոմեքենայով ճեղքել է ոստիկանական շղթան սնունդ տանելով ծռերին։ Նա ՊՊԾ գնդի տարածքից դուրս եկավ զինված խմբի հետ միասին, երբ վերջիներս հանձնվեցին ոստիկանությանը։ Ընկերները բազմիցս են ահազանգել, որ Արթուր Սարգսյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ բուժման կարիք ունի։